Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը խորհրդանշական նախաձեռնությամբ է ամփոփում մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Կոնյակը, որ թողարկվել է հատուկ հոբելյանական տարվա եւ հատուկ նշանակության հյուրերի համար, սպասում է հասցեատերերին։ Օրվա հերոսների համազգեստի բազում մեդալները հաղթանակից 80 տարի անց կհամալրվեն եւս մեկով։ Ձեր տոնը շնորհավոր։ Մերսի։ Ես շնորհակալ եմ պարոն Ծառուկյանից, որ այս կազմակերպել է եւ հրավիրել է։ Ես Մոսկվայից եմ եկել եւ անձամբ ուզում եմ ձեզ հանձնել այս մեդալը 80-ամյակի կապակցությամբ, ասված ձեզ շատ օրհնի, շատ մեծ գործ եք արել։ Բոլոր ջերմ խոսքերն ու նվերները ընտանիքի անունից փոխանցում է Հովհաննես Ծառուկյանը։ Տիկին Աստղիկը Հովհաննեսին է պատմում իր գլխով անցածը։ Նրա մանկությունն անցել է համակենտրոնացման ճամբարում։ Ծնողները ցեղասպանությունից փրկված հայեր էին։ 43-ին ընտանիքով գերի են ընկել։ 2 տարեկան էր, երբ տարան ավստրիական մի քաղաք։ Այսպես ընտանիքով երկար փորձություններով բարդ ճանապարհ անցան, ասում է հայրենիքն էր իրենց վերջին հանգրվանը։ Բլոկադայի ծանր ճանապարհն է հաղթահարել նաև 99-ամյա Զոյա Շաբարինան։ Չի ուզում հիշել ծանր օրերը, բայց երախտապարտ է, որ իրեն հիշում են ու գնահատում։ Մենք հպարտանում ենք ձեզնով։ Ինձ համար մեծ պատիվ է, որ ես իմ ընտանիքի անունից ձեզ հանձնում եմ այս խորհրդանշական պարգևները։ Աստված ձեզ առողջություն եւ երկար կյանք տա։ Հուսամ հաջորդ տարի միասին կնշենք ձեր ծննդյան 100-ամյակը։ Հաջորդիվ հյուրընկալվում են 99-ամյա Էրնեստ Նուրիջանյանին։ Մեր կողքին ապրող շուրջ 3 տասնյակ վետերաններից մեկը, որ էլի ստիպված է եղել հաղթահարել բլոկադան, դրան հաջորդող դժվարությունները։ Նրա հայրն էլ ռազմաճակատի բժիշկ է եղել։ Ինքն ասում է, երազում էր երաժիշտ դառնալ։ Պատերազմը փոխեց ամեն ինչ։ Նրանք պատերազմի զոհասեղանին դրեցին այն, ինչ ունեին։ Հետախույզ Պետրոս Պետրոսյանի կուրծքը զարդարող շքանշանները հաղթանակից 80 տարի անցել համալրվում են։ Իր գրքում պատմել է հետախուզական գործունեության մասին։ 102-ամյա վետերանը մակագրում է այն, նվիրում Գագիկ Ծառուկյանին։ Սիրով նվիրում եմ Գագիկ Ծառուկյանին։ Այո։ Ձեզ համար։ Շնորհակալ եմ։ С праздником։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, մերը կականը։ Հաղթանակի սպասված լուրը ցնծություն էր բոլորի համար։ Դժվարությունները փոշիացան հենց նույն պահին, ասում է մեր կողքին ապրող մյուս հերոսը Աղվան Պողոսյանը։ Դուք արժանի եք, Աստված ձեզ շատ օրհնի։ Մեծ գործ եք արել մեր համար, որ այսօր մենք կանք։ Ձեր շնորհքն է այս մեծ հաղթանակը եւ բոլորին շնորհակալություն այս կազմակերպության համար պարոն Ծառուկյանի գլխավորությամբ։ Աստված ձեզ շատ օրհնի։ Շնորհավորում եմ հաղթանակի 80-ամյակի արդիվ, Աստված ձեզ երկար տարիների կյանք տա, Աղվան պապի ջան։ Նրանց ավանդն անուրանալի է, կերտած հետագիծը գնահատանքի արժանի, ասում է Հովհաննես Ծառուկյանը։ Պատմությունները յուրահատուկ են, մեկը մյուսից ծանր, բայց հպարտության բազմաթիվ դրվագներով։ Այս մարդիկ շատ կարևոր են մեր ազգում, մենք միշտ պետք է հիշենք, գնահատենք նրանց, մեծարենք ինչպես կարող ենք։ Նրանք արել են ամեն հնարավորը ոչ մի ջանք չխնայելով։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ նպատակը պետք է լինի անել այն, ինչը որ կլինի օգուտ իր երկրին, հայրենիքին։ Եվ ինձ համար հպարտություն էր նաև, որ ես անձամբ հանձնեցի այդ նվերները այս մարդկանց։ Մեզանից յուրաքանչյուրի պարտքն ու պարտականությունն է մշտապես պահել նրանց ուշադրության կենտրոնում եւ անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի իրենց գնահատված եւ իրենց ավանդը գնահատված զգան մշտապես։ Այս մարդիկ հաղթանակի իրական խորհրդանիշ են։ Նրանց պատմությունները պետք է վարակիչ լինեն նոր սերունդների համար, որ անկախ փորձություններից առաջ շարժվեն վճռականությամբ հաղթանակների հետևից։ Հերմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։